Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում Ars Podcast հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել ենք բոլորիդ կողմից շատ ճանաչված անձնավորության News Press Holding-ի լրատվական հոլդինգի ղեկավար Արիաննա Հովսեփյանին։ Բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ։ Միանգամից ուզում եմ ասեմ հարցերի, բայց առաջի երկու հարցը ուզում եմ ձեր անձի հետ կապված հարցեր տամ, որովհետև ճիշտն ասած տղամարդիկ, երբ որ զբաղվում են քաղաքականությամբ, ունեն աուդիտորիաներ ու խոսում են, իրանք հասկանում են ինչ շարժառիթներով են առաջնորդվում, ինչ բան է։ Ես էլ եմ տղամարդ, հասկանում եմ։ Այ ինչն է դերտում ձեզ մտնել քաղաքական դաշտ, մտնել շատ դժվար ճանապարհ անցնել այդ քաղաքական դաշտում, ստանալ 1000 կողմից հարվածներ։ Ես հետևել եմ ոնց են ձեզ քննադատում, ոչ հարիր բառերով անդրադառնում, հետապնդում, իշքան գիտեմ նաև մահափորձերի մի քանի մահափորձ ա եղել։ Ինչն է ձեզ, օրինակ դուք այսօր կլինեիք ինչ-որ մի հատ ընտանիքում ձեր ամուսնու կողքը մի քանի հատ բալիկի հետ, այն որ ասում է լավ ժառիթը կանեք, իրիկոնը։ Ինչն է դրտեց ձեզ, որ դուք մտել եք այս դաշտ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Արսեն ջան, ինչպես դուք ասացիք, թող եմ ոտքը միայն խեր ու բարիք բերի, ձեր տաղավար, իդեպ շատ գեղեցիկ տաղավար ունեք։ Շնորհակալություն։ Ասեմ ձեզ, նախ ես քաղաքական դաշտ չեմ մտել եւ քաղաքականություն բացարձակապես հեռու եմ, ես ինքս լրատվական կայքի հիմնադիր տնօրեն եմ, դա եղավ 11 տարի առաջ, երբ որ ես եկա Հայաստան, մշտական ապրող չեմ ես Հայաստանում, եկա Հայաստան հիմնադրեցի News Press լրատվական կայքը, ինչու, որովհետև տեսնում էի շատ ու շատ անօրինական բաներ են կատարվում մեր երկրում։ Քաղաքական դաշտ, քաղաքականություն, իհարկե սիրում եմ, բայց երբեք այս աթոռի վրա որ նստած են քաղաքական չի, քաղաքական դաշտի աթոռի վրա երբեք ես չեմ նստի, որովհետև դա իմ մեջ չի։ Ինչի ես ամբողջ այս հարվածները վերցնելով իմ վրա լավ, վատ, մահափորձեր եւ ընդհանուր առմամբ այնինչ կատարվում է ոչ միայն իմ նկատմամբ, այլ շատ ու շատ մարդկանց, բայց ամենաառաջինը 18 թվականից ես ձեզ ասեմ, որ միակ կինն եմ եղել, որ բոլորը ծափահարում էին Նիկոլ Փաշինյան, որ քայլելով Գյումրիից գալիս էր, ես թռա եկա Հայաստան, իր հետ հավասար լայվեր էի անում, որ մի հավատացեք, Նիկոլը գալիս է հայրենիքը վարի տալու, ցավոք սրտի ոչ ոք չէր հավատում եւ ի պատասխան իմ լայվերի ես տանում էի ամբողջ ազգի հայոյանքը, անեծքները սարսափելի էր։ Պարզապես այո, դուք իրավացի եք, իմ կյանքը վտանգելով ես պայքարում եմ հենց այս սեղանի, այս աթոռի, այս հողի համար, իմ հայրենիքի համար, իսկ որպես քաղաքականություն հավատացեք դա իմ մեջի, առհասարակ ատում եմ քաղաքականությունը, մանավանդ Հայաստանում, երբ որ չկա ժողովրդի մասին մտածող, ինչ-որ մի նորմալ քաղաքական մարդիկ։ Տեսեք, ես նկատի ունեմ ոչ թե ակտիվ քաղաքականությունը այնպեսին ինչպեսին ասենք օրինակ կուսակցություններում այլն բան, չէ, բայց դուք ունեք լսարան եւ լսարանում դուք խոսում եք քաղաքական թեմաներից, օրակարգերից, այսինքն դուք արդեն իսկ ձեր կողմից թելադրում եք քաղաքականություն եւ զբաղվում եք դրանով։ Տեսեք, Արսեն, ինչու օրինակ ձեր լրատվականը չունի մի տաղավար, որտեղ պամիդորով ձվածեղ են սովորացնում։ Ես ինքս չեմ ուզում։ Դա հենց է դա։ Ես կարող եմ վարքյանից, ես տաղավար ստեղծել, բայց չեմ ուզում։ Այդքան կան Հայաստանում։ Կուխնյայի վերաբեր ասում եմ կինը ինչու չի զբաղվում, օրինակ ես չեմ ասում մենակ դուք պետք է զբաղվեք կուխնյայով կամ բան։ Դրա մասին չի խոսքը։ Օրինակ հաճելի կլներ, որ ես տեսնեի, ասենք ձեզ մի հատ գոքնոցը գծած, մի հատ սիրուն բան սարքեք, որ ես տեսնեի, թե ոնց են դա սարքում, հաղորդման մասին է խոսքը։ Ու հրամցնեիք, բայց դուք ոչ, ասել եք ոչ, մտել եք մի հատ դաշտ, որ ասած շակալներով լցված է ու 100 տեղից խփում են։ Ինչի համար։ Ինչի համար, որովհետև դուք հայ եք, ես հայ եմ, եւ հայի եղելության եւ չեղելության վիճակն է այս պահին Արսեն ջան։ Այ դրա համար ես այդ իրավունքը վերապահում եմ ինձ, իսկ իմ Facebook-յան հարթակով, տարբեր
հաղորդման շրջանակներում, որ ինձ հրավիրում են, հասկանում եք, մի քիչ ինֆորմացված եմ, մի քիչ չէ, շատ։ Որտեղից։ Պետք է ասեք, չէ, տեսեք, դուք ասում եք 30 տարի Ռուսաստանի Դաշնությունում եք ապրել։ Հա, իդեպ Կրեմլի agent Ես էլ եմ 27 տարի այնտեղ FSB-ի ապրել, աշխատող չեմ, FSB-ի էլ agent չեմ։ Դե տեսեք, հիմա նայեք, ես էլ եմ 27 տարի Մոսկվայում ապրել։ Ուրախ եմ։ Այնտեղ եմ ավարտել, այնտեղից եկել եմ նույն ձևի 18 թվականին հատուկ դրա համար, որ ասեմ ձեզ խափում են։ Բայց ձեր պարագայում, տեսեք, ես իմ ըստ իմ մասնագիտության վերլուծությունը արել եմ ու հասկացել եմ ովքեր են ծապարում ու վտանգները տեսել եմ թե ինչու են ծապարում ու այդքան հեշտությամբ գալ իշխանության նույնպես իմ համար շատ կասկածներ արեցեցին։ Դուք անձամբ ասում եք ես ինֆորմացված եմ։ Իմ մոտ հարց է առաջանում ու իմ ընկերների մոտ նույնպես կառաջանա։ Որտե՞ց ձեզ այդ ինֆորմացիա ով է տալիս։ Մարդկանց անուն կարող չտակ, ստրուկտուրան է տակ։ Իհարկե ոչ։ Հայերեն Ասենք ինչ պարտադիր է դա, Արսեն ջան։ Դե տեսեք, դուք ասում եք ես FSB-ի աշխատող չեմ։ Այո, բայց ինֆորմացիա տալիս են։ Հա, գրել էին։ Ով է տալիս ինֆորմացիան, արի։ FSB-ի աշխատող agent է, Կրեմլից ուղարկված agent է, գիտեք, ոնց թող Արիանան միշտ մնա հանելուկ։ Տեսեք, ոնց որ դուք եք ասում, ձեր վերլուծությունները, որ դուք արել եք, հասկացել եք, որ Նիկոլ Կոչեցյալը խափում է, չեք ընդունել դրա համար եկել եք, որպեսզի ժողովրդին դուք էլ չէ հասկացնեք, որ այս ամենը վատ ավարտ է ունենալու։ Նիկոլի ժամանակ, երբ որ ընդդիմադիր էր եւ պատգամավոր էր, հա, ԱԺ-ում, հավատացեք, Newspress-ը պոիսկ տվեք եւ տեսեք պատգամավոր ընդդիմադիր եղած ժամանակ իմ լրատվական կայքը ինչքան է քննադատել Նիկոլ Փաշինյանին, որ ինքը դուք ուրեմն հնուց եք իրան Իհարկե, Ասեջան, իհարկե դրա համար 18 թվականից ես գոռում էի մի հավատացեք, ցավոք սրտի չէին հավատում, հասկանում եք, մեղադրելու էլ չի, որովհետև այդ ժամանակահատվածում ով էլ լիներ, ես էլ լինեի, դուք էլ լինեիք, միևնույն է ժողովուրդը դուրս էր գալիս, բայց ցավալին նա է, որ մենք ունեցանք Արցախի կորուստ, այսքան երիտասարդ տղաներ արյուն թափեցին, մեր ժողովուրդը չի ընկալում, որ կապիտուլյացիայի մենք ենթարկվեցինք, մենք կապիտուլյացիայի ենթարկված ազգ ենք, այդ բիծը մեր վրա է։ Ցավոք սրտի դրա տակի այն ամեն ինչը չեն ընկալում։ Լավագույն լուծումը ի՞նչն եք տեսնում, Արիանա ջան։ Գիտեք որ ճանապարհն է ձեր համար լավագույն։ Իմ ճանապարհը փողոցային պայքարը, ոչ թե ընտրությունները։ Այսինքն դուք նախընտրում եք ավելի շատ փողոցով պայքարել, քան ընտրությունների միջով։ Այդ դեպքում մի հատ երկրորդ հարցը։ Ես տեսել եմ մի քանի տեղերում դուք բացահայտ պաշտպանում եք Արտակ Սարգսյանին, Քոչարի կուսակցության հիմնադիր ղեկավար նախագահին, եւ իր տեխնատությունը պաշտպանում եք ընտրություններից առաջ։ Ասում եք, որ դուք հավատում եք այդ ուժին, այդ տղամարդուն, այդ իր գաղափարներին, այստեղ հարցը ծագում։ Դուք տեսեք, մի քանի ամիս կա, այն ժամանակ, երբ որ ծանոթացել եք Արտակ Սարգսյանի հետ, երևի մի քանի ամիս էլ առաջ։ Դուք իրան չեք ասել, եղբայր, այդ անիմաստ է, դու ես հետում այդ ընտրություններին, արի մտածենք փողոցային պայքարով մենք հաղթենք այս իշխանությանը։ Տեսեք, նախ Արտակ Սարգսյան կերպարը ես երբևիցե չեմ ճանաչել, անգամ չեմ լսել, ես հիշում եմ այդ սրբազան շարժման ժամանակ, երբ որ եղան այդ ձերբակալությունները, նախ ժամանակ երկրում ես չեմ եղել, իմ լրագրողները հրապարակել էին, որ Քենիայի ժամանակ եղբայրներ, Տանուսյակի, այդ հրապարակել էին, հետո եթե հիշում եք, Արսեն ջան, դուք նկատած կլինեք, որ առհասարակ դաշտում տիրեց լռություն, ոչ ոք չէր խոսում Արտակ Սարգսյան, հա, Քոչարի կուսակցություն, Քենիայից են ժամանել Հայաստան, չկար նման հասկացողություն։ Եվ իրականում այո, ինձ Մոսկվայից իմ ընկերուհին է զանգ տալիս, ասում է, դու այդքան անաչի առան, այս պտպտալով խոսում է, դու չգիտես այս մարդու մասին ինչի չես խոսում, ասում եմ, ոնց թե։ Բահա կա այս տեսակ, ասում եմ, երևի ես էլ միշտ կարծել եմ, եթե չեն խոսում, որ իրավունք ունեմ մտածելու, որ երևի թե բաց են թողել, այդ մարդիկ հետ են գնացել, բայց բանից պարզվում է, որ Արտակ Սարգսյանը մինչև հիմա քաշքշուկների մեջ է։ Հեռախոսը անջատում եմ, անկեղծ եմ ասում եւ չեմ մոռանում, հենց տանն եմ, խալաթով,
նստած ու ես լայվ եմ անում, ոնց թե այսինչ մարդը ու կոչ եմ անում լրատվամիջոցներին, որ պետքա սատարենք այս մարդուն եւ փառք Աստծո լրատվամիջոցի իմ շատ լավ ընկերները, գոլեգաները իրոք շնորհակալ եմ նկատած կլինեք ինչ բում արեցինք իմ լրագրող գոլեգաների հետ միասին, որը ինձ թվում է օգնեց այդ ամենը պարոն Սարգսյանին։ Կարող է չանեին, հա։ Հա, չէ, ես դրա համար եմ ասում, ես շատ շնորհակալ եմ իմ լավ ընկերներին, լրագրողներին, որ ընդամենը մի թեթև խոսք եմ ասել ու իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնելու Արտակ Սարգսյանին իդեպ անշահախնդիր։ Այո, անշահախնդիր է եղել այդ ամեն ինչը։ Արտակ Սարգսյանին հետո դատարանում մենք առաջի անգամ հանդիպեցինք, հետո դրանից հետո որ արդեն դատարանից ինքը այդ վարչական հսկողություն, հետո հանվեց այդ ամեն ինչը, բարբերաբար մենք հանդիպեցինք, ինձ հետաքրքիր էր հարցեր տալ եւ պատասխաններ ստանալ։ Ես իմ հարցերը իրեն շատ եմ ուղղել եւ ասել եմ ինչի է գնում ընտրությունների։ Ես դեմ եմ։ Գիտեք ինչի եմ դեմ, որովհետև Արցախը հանձնելուց հետո կհիշեք ընդդիմադիր դաշտը ամեն օր քայլացնում էր։ Ես սատարել եմ երկրորդ նախագահ, իհարկե ոչ էլ իրենց մարդ լինելով, երրորդ նախագահ, ով Արսեն ջան, ես Թումանյան Սասի կողքն եմ ապրում, օպերայի հենց այդ կողքն եմ ես այդտեղ ապրում, տեսնում եմ, ով հանրահավաք էր կազմակերպում իմ հայրենիքի փրկության համար, առաջինը ներկա, առաջինը օպերայի բակում ես էի կանգնած, բոլորին սատարել եմ։ Սա հերթականն է։ Ոչ, բոլորին սատարել եմ, Ինչով է ասենք գիտեք տարբերվում։ չէ, նայեք, տեսեք։ Սատարել եմ հանրահավաքներին, անգամ կոչ եմ արել ժողովուրդ ջան, եկեք դուրս գանք, որ մեր հայրենիքը մենք փրկենք։ Բայց ցավոք սրտի հետո հասկացա, որ հավաքների ես պիտի լավ հաց ուտեմ դուրս գամ, դա ուտրիննայա вечерная разминка, հա, մարզության էինք մենք դուրս գալիս, ու զգացի, որ այս ամենը շոու է։ Շոու։ Ոչ ոքի այդ ժամանակ, ես ոչ ոքի չեմ ասել ժողովուրդ ջան սատարեք, սրան սատարեք, նրան էս կողմ մեն կողմ։ Ես Արտակ Սարգսյանին էլ ես չեմ ասում սատարեք։ Ես առաջի անգամ մարդուն վստահելով, հավատալով, գիտեք ինչու, որովհետև մարդ 33 տարի ապրել է դրսում։ Դուք էլ եք դրսում ապրել։ Ասեք, որ դրսում ապրելով քո աշխարհայացքը այլ է լինում։ Աչքդ կուշտ է լինում, տեսած ես լինում, կարոտով ես լինում, այո։ Արտակ Սարգսյանը 33 տարի չի եղել Հայաստանում, վերջի տարիներն է արդեն գնացել եկել կամ այստեղ արդեն իսկ այստեղ հիմնական մարդ ու մեջ ես տեսնում եմ հայրենիքի կարոտ, ցավ, վիշտ, այն ինչ որ վերջին տարիներին եղավ մեր երկրում։ Արտակ Սարգսյան կերպարը, հիմա ձեզ ասեմ, մարդ, ով աչքը կուշտ է, մարդ, ով միակ քաղաքական գործիչն է, դուք տեսել եք Արսեն ջան, որևիցե մի կուսակցության ղեկավար խոսի Արցախից, բոլորը համակերպվել են Արցախը հանձնելու։ Չէ, համաձայն չեմ ձեր հետ, որ բոլորն են համակերպվել, ես կարամ հետո ձեզ ցանկ ուղարկեմ իմ հաղորդումների գոնե իմ հաղորդումների ժամանակ, երբ որ շատ ռադիկալ ձևով համաձայն չեն եղել Արցախի հարցը օրակարգից հանելու, անգամ առաջարկություններ են արել, ինչպես կարելի է այս հարցը նորից բերել աշխարհի օրակարգ։ Արտակ Սարգսյանի Արտակ Սարգսյանը առաջարկը ռադիկալ ինչով է տարբերվում մնացածից, որ ինքը ասում է պատերազմով հետ են բերել։ Այո, պատերազմ հայ արյուն չի թափվելու, վարձկաններ է բերելու, միակ մարդը, ես ասում եմ, միակ մարդ ասում, այսքան օրից, այսքան, էլ ինչ ենք մենք ուզում, ես հավատում եմ, վստահում եմ Արտակ Սարգսյանին, եւ գիտեք, եւ ես միշտ ասել եմ, որ պետության ղեկավարին պետքա աչքը կուշտ մարդ լինի, բավական է, էլի, ով գա նստի, քերի, տանի, այ դրա համար էլ մենք հիմա այսօրին ենք։ Արտակ Սարգսյանը մինչ այս օրը ինչ ունի արած մեր պետության համար։ Եթե տեղյակ եք։ Գիտեք, ես այո, տեղյակ եմ, որը ինքը ես մի անգամ իրեն ասեցի, պարոն Սարգսյան թույլ կտակ դրա մասին խոսել, ինքը կատեգորիկ արգելեց, ասեց ոչ, չխոսեք։ Արտակ Սարգսյանն ենք, որտեղ ես գիտեմ իրենց
երեխաներն են, հա, հաճախում դպրոցներ, շատ բաներ են արել, բարեգործություններ, բայց որևիցե մեկ անգամ չեն նկարել, թույլ չեն տվել։ Պետության ամրապնդման, մեր զորքի, մեր բանակի, մեր, չգիտեմ, սահմանների, Արցախի այդ կոնտեքստով ինչ են արել։ Եթե անկեղծ, այդ հարցը ես չեմ տվել։ Ես կտամ, ես չեմ վախենում, ես այդ հարցը Որովհետև տեսեք, Արինա ջան, ես Արտակ Սարգսյանին շատ լավ եմ վերաբերվում որպես մարդ, որպես հայրենակից, որպես ճանապարհ անցած անձնավորություն, որը մենակ չի խոսում։ Հայկական դաշտում ես Արտակ Սարգսյանին չեմ ճանաչում, քաղաքական դաշտում։ Ճանաչում եմ Կենիայից, իր արած գործունեությունը մի քիչ տեղյակ եմ, բան։ Ես ուզում եմ, որ մեր այս ընտրության ժամանակ, երբ որ մենք ընտրում ենք ինչ-որ լիդեր, մենք տեսնենք բացի խոսքերից գործողությունները համընկնում են իր խոսքերի հետ, թե ոչ։ Ես Արտակ Սարգսյանի վրա չեմ սևեռվում հիմա։ Բոլորը հիմի փրկիչներ են։ Այո։ Բոլորը հակած սարաֆանները սպիտակ, ասում են ես եմ, Հիսուսն եմ, եկել եմ փրկում եմ։ Կներեք, որ Հիսուսի անունը տվեցի։ Բայց բոլորը իրանց զգում են փրկիչի մեջ։ Հիմա ես եւ դուք, հարգելի Արինա, պետք է կարողանանք ինֆորմացիան մարդկանց այնպես տանք, որ մարդիկ չմոլորվեն։ Այո։ Արեք մենք հիմի պայմանավորվենք հետևյալին, որ մենք չենք ասում 100%, մենք ասում ենք եղածների միջից։ Այո։ Հա։ Թող Աստված տա Արտակ Սարգսյանը այն ինչ որ ասում է 100%-ով կարողանա իրագործել, որտեղ էսել եմ իրար հետ զրուցեինք, իմ մոտ հյուրել ա եղել ոչ մեկ անգամ, մենք ամեն ինչից առաջել ենք իրար հետ շփվում, իր մտահղացումները ավելի շատ մոդ են, ասենք իմ գաղափարներին նույնպես, ես ընդունում եմ, բայց ինչքանով նա իրագործել է, ես առայժմ, ասենց ոնց որ ասես կողքի եմ։ Արինա ջան, գնանք առաջ։ Այո։ Մեր քաղաքական դաշտը։ Դուք ընդդիմությանը համարում եք, որ չպետք է այդքան շատ թիրախավորել ընդդիմությանը խփել այնց ոնց որ Նիկոլին են բանանում, ասենք ուժին իր ասածներին, իր չարազներին մենք թիրախավորում ենք ու քննադատում ենք, բայց ասենք ընդդիմությանը արդյոք արժի այդ կարգի քննադատել, որ հավասարության նշան դրվի։ Ինչու է քո մոտ հավասարության նշան դրվում։ Ինչու՞, որովհետև պատերազմից հետո երբ որ նորից գնացին ընտրությունների, դուք մոռացել եք, որ ընդդիմությունը մանավանդ մատնանշեք, եթե կարելի է։ Քոչարյան, ամենամեծ ձայնը ինքը չհավաքեց, հիշում եք։ Մեծ թվով պատգամավորները 22% թե 23%։ Այո, իրեն են, այո։ Իրենք էին։ Հիշում եք Արսեն ջան ինչ ասեցին։ Հիշում եք։ Գնում ենք 3 ամիս հետո մեզ ընտրեք, գնում ենք 3 ամիս հետո Նիկոլին վռնդելու։ Արսեն ջան, խնդրում եմ ինձ նվաստից բացատրեք։ 3 ամիսը դարձել է արդեն լավ, այդ մինչև պատերազմը հանենք 6 տարի։ Կասեք ինչ են անում։ Նստած պարգևավճար են ստանում, ինչ են անում։ Գիտեք ո՞ն, նստած, չէ, թույլ տվեք ես ավարտեմ, լավ։ Թույլ տվեք ես ավարտեմ։ Կուլտուրական նստած դուք անվանում եք դավաճան Նիկոլին։ Ինչ փոխվեց Քոչարյանի թիմում։ Իդեպ Քոչարյանի բոլոր թիմակիցները եղել են նախկին նիկոլականներ։ Նիկոլի հետ բոլորը քայլել են։ Իվ դրուկ դարձան մեկը անկախ։ Վազան Քոչարյանի մոտ։ Գիտեք, զզվում եմ ես։ Անուններ կտակ։ Մարդիկ կան, որ չեն հասկանում ում մասին։ Իհարկե, այնտեղ կա Ագնեսա, այնտեղ կա Աննա, եւ այդպես Սեյրան Օհանյան։ Նիկոլի մոդն են աշխատում Ագնեսային։ Դուք մոռացել եք Աննա Հակոբյանին, Ագնեսան։ Բարև ձեզ առաջին տիկին հրճվանքով եւ վերջո Քոչարյանի ընտանիքը։ Ազգու բարեկամը 18 թվականին Արսեն ջան, ես ու դու էինք հրապարակում դմդմփանում։ Ես որ ես չեմ արել։ Սիրուշոն կոչ էր անում, որ դուրս եկեք, վերջո իմ ազգը խաղաղվեց։ Գիտեք ոնց այդ ամենի փաստերը կա, անձամբ իմ աչքով եմ տեսել։ Գիտեք ես էի դմդմփանում, իհարկե ես ժողովուրդ, իհարկե, եւ գիտեք ամենավատը որն է, որ իրեն գալիս է այս ընտրությունները, Արսեն ջան, թիրախավորում է Սերժ Սարգսյանին։ Սերժը բերեց Նիկոլին։ Սերժ Սարգսյանը մի հատ լավ խոսք ուներ է։ Իրոք Դուք հիմա արձանագրում եք,
որ Ռոբերտ Քոչարյանը իր ներուժով օգնել է Նիկոլ Այո, Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանի։ Անդեմ Սերժ Սարգսյանի։ Այո։ Դու գիտեք չէ ինչ հայտարարություն Հա ես այո, հա, ես ինքս եմ տեսել Արսեն ջան։ Ես փողոցներում եմ եղել իմ լրագրողների հետ միասին։ Եվ ես ոչ մեկից ուզում եմ Քոչարյան լինի, ուզում եմ Նիկոլ լինի։ Ես տենց վախեցող մարդու տպավորություն եմ թողում։ Ես բազմաթիվ անգամ ես շեշտել եմ Քոչարյանը որ ժամանակ որտեղ հանդիպել է Նիկոլի հետ։ Ես դաժե իրենց կոչ եմ արել, սխալ եմ ասում, դատի տվեք, ես էլ փաստերը հրապարակեմ։ Ես չեմ լսել, կասեք մի անգամ եւս։ Դե էլ Դաչայում են հանդիպել 06-ով 07-ով գիշեր լուսադեմ ժամը 4-ին մտել են այնտեղ ըստ օթում կախված լուրերի հասկանում։ Դրա համար իրանք չեն կարա դատի տան, օթում կախված։ Օթում կա լսել եմ։ Բա ինչի չեն հերքել, թող հերքեն։ Այսինքն ձեր Գալիս է կներեք Արսեն ջան, ընտրությունների ժամանակ էլ լոզունգ են արել։ Սերժնա մեղավոր, Սերժնա մեղավոր։ Սեյրան Օհանյանը։ Ումով էր, ումով դարձավ Սեյրան Օհանյան։ Ումով։ Սերժ Սարգսյանի օրոք։ Թռավ գնաց Քոչարյանի գիրկը։ Տղեն պիտի տղա լինի, ես դա բազմաթիվ անգամ ասել եմ։ Գիտեք ոնց այնքան ամոթ է այդ աթոռի պաշտոնի համար ուրանում են իրանց այն քաղաքական գլխավոր գործչին, ովքեր իրենով են մարդ դարձել։ Ես միշտ ասում եմ, Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ մարդ սարքեց շատ ու շատերին ու իրեն դավաճանեցին ու մեջքից խփեցին։ Նայեք էլի, Սեյրան Օհանյան, վարկանակալ ասեմ ձեզ, Սեյրան Օհանյան, մտեք իր Facebook-յան էջը, 18 թվականին ինքն էր կոչանում, էլի չթիրախավորեց, չխփեց մեջ Նիկոլ ընտրեի։ Լրատվական դաշտում դուք նշեցիք, որ խմեմ, թույլ կտակ։ Խնդրեմ։ Լրատվական դաշտում լրատվամիջոցների միջոցներով բանով դուք ճիշտ նշեցիք, որ տարածվում այն թեզը, որ Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլ Փաշինյանին։ Հա, իհարկե։ Դուք հիմա կարաք ասեք, ըստ ձեր խոսույթի ես այնց հասկացա, որ դա Ռոբերտ Քոչարյանի պասերով է այդ խոսքը։ Արսեն ջան, ես տեսել եմ ամբողջ ազգուտակին հրապարակում, դեմ, փու, անելուց։ Հետո այդ ամենը մենք սկրիներ ենք արել, պահպանել ենք, հրապարակել ենք, իսկ դրոք բոլորը ջնջել են։ Սիրուշոյի կոչը դուք չեք տեսել։ Չէ, ես մի բան եմ տեսել, որ ես բազմիցս անգամ ասել եմ իմ համար շատ տարակուսել էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում ֆռում էր 2-300 հոգով եւ չգիտես ոնց եղավ, որ Գազպրոմ Արմենիայի աշխատակիցների մեծ մասը հայտնվեցին փողոցում։ Կարեն Կարապետյանը ի՞նչն է Ռոբերտ Քոչարյանի կասեք։ Կնոջ։ Չգիտեմ։ Բարեկամ են, դվայորնի քույր եւ եղբայր են։ Սերժ Սարգսյանին, երբ որ մերժում էին, ով առաջինը բացի Գազպրոմը իր մարդկանց հանեց դուրս։ Սամվել Կարապետյան Տաշիր։ Բայց այդ դեպքում Մարիաննա ջան, մի հատ հարց է իմ մոտ ծագում։ Տեսեք, դուք Մոսկվայից եք գալիս, Մոսկվայում եք ապրում։ Առանց Մոսկվայի թույլտվության կարա լինել այս կոմբինացիան։ Գիտեք, ասենք Ռոբերտ Քոչարյանը իրան թույլ տար առանց Կրեմլի հետ խորտակցելու Նիկոլ Փաշինյանին բերեր իշխանության։ Դուք համարում եք դա ճիշտ է դենց բան կարող լինել։ Ուրեմն նայեք էլի Արսեն ջան, այս վերջում Ռոբերտ Քոչարյանի լրատվական կայքերը հրապարակեցին, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահան գտնվում է Մոսկվայում եւ հանդիպել է Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Շրխկալով գնաց։ Հաջորդ օրը ես տանից վերցնում եմ հեռախոսը ու նստում եմ։ 2 րոպեանոց ռոլիկ եմ սարքում։ Ասում չեք ամաչում։ Ռոբերտ Քոչարյանը երբևիցե չի հանդիպել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Հանդիպել է այո Կրեմլի մարդկանց շատ ներքև մարդկանց հետ շատ ուզեցել հանդիպի։ Այդ հանդիպումը չի կայացել, բա թող հերքեին։ Բավական է, էլի Պուտինը պիտի դաբրոտա։ Եկեք ձեզ մի հատ բան ասեմ։ Չէ, Պուտինը չի դաբրոտալը։ Դե հիմի արեք սենց խոսենք։ Ինչ է սևեռվել Պուտինի վրա։ Չէ, Պուտինի մասին չի խոսքը։ Ռուսաստանի Դաշնության, երբ որ ասում եմ ես Պուտին, ես նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ, ոչ թե անձնավորություն։ Իմ համար Պուտինը ասոցացվում է Ռուսաստանի պետության հետ։ Ոնց որ բոլոր երկրներում ճիշտ։ Հիմա հարց եմ տալիս ես ձեզ։
Այո։ Ըստ ձեզ, Գազպրոմ Արմենիայի ժողովուրդը կհելնեին փողոց Նիկոլ Պաշտպանելու, եթե չլներ նույն Կարեն Կարապետյանի, ասենք Դաբրոն։ Բայց ներեցեք այդ ժամանակ Կարեն Կարապետյանն էր նստած որպես վարչապետ, այո։ Այո, երբ որ վերջում արդեն դուրս եկան։ Եվ այդ որ ասում են Նիկոլը, հա, Սերժը տվեց մանդատը Նիկոլին։ Ասենք մոռացել եք ով էր վարչապետ, ով գնաց հետը հանդիպեց, ով վարչապետի աթոռը տվեց Նիկոլին։ Կարեն Կարապետյանը։ Ճիշտ խոսելը շանտահություն է, Արսեն ջան։ Դրա համար էլ թիրախավորում են, ասում են, վայ, այն Արիանը քխ, այն Արիանը վա, որովհետև Արիանը ճտտասնում է միշտ ճակատներին, ճիշտն է ասում։ Նույնը, եթե դուք նկատեք, իմ Facebook-յան լավը, ես ամեն ինչը զգուշացնում եմ, ես ասում եմ, բայց չի կարելի, այստեղ մեր եղելության, չեղելության հարցն է։ Ես անկեղծ եմ ասում։ Ես չեմ կարող ոտքս գցեմ իմ ոտքի վրա, նստեմ, օй, գիտեք, Նիկոլ, դու քխ ես 8 տարի Քոչարյանի թիմը հետ ասում։ Պատիվ ունեմ, ասեց եկեք impeachment անենք։ Ով մերժեց, Արսեն ջան։ Ըստ շրջանառվող լուրերի Քոչարյանի մեծ տղան, ասեմ ձեզ, Սեթուն, շատ ուժեղ բիզնեսների մեջ է ԿՊԱ-կանների հետ։ Ճշտեք, ինֆորմացվեք, ճշտեք։ Ձեզ թեմա եմ ասում, ոդկաստ եք վարում, քաղաքական հարցեր եք տալիս։ Ճշտեք, տեսեք, ճիշտ է թե ոչ։ Մեկ ուղղություն կասեք, գոնե որտեղից Շենքերի կառուցման մեջ։ Ահա։ Հա, ֆիքսեք։ Հարց ու փորձ արեք, Երևանը գիտեք, այսքան փոքր քաղաք է։ Այսքան փոքր է կարող եք։ Սետրակ Քոչարյանը համագործակցում է։ Հա, ըստ օդում կախված լուրերի։ Այո։ ԿՊ-ի խառկարում դեմքերի։ Հա, իդեպ հիմա էլ ինֆորմացիաներ է պատտվում, դա էլ ֆիքսեք, ինձ էլ է հետաքրքիր էլի, եկեք ֆիքսենք, տեսնենք Դվինի Արտակ են ասում, ով առել, Վիվարոյ Վիգեն են առել, ինչ են առել, չգիտեմ ովքեր, բա Քոչարյանի տղան եւ Արտակը ուզում են կազինո սարքեն մեջը, տենց են ասում Արսեն ջան, եկեք մի հատ ճշտենք։ Արոն ջան, ձեզ լսելով, ձեզ լսելով հիմա հենց հիմա իմ մոտ տպավորությունն է ստեղծվում, որ մենք հենց այսօր պիտի փակենք այս բոլոր թեմաները, ինչ ընդդիմություն, ինչ իշխանություն, ինչ հայրենիքի փրկություն։ Փակենք պետք է ամեն ինչ ու թողնենք գնանք, հեռանանք։ Չէ, գիտեք ոնց հեռանալ չէ, ոչ։ Սա մեր հողն է, մեր հողի համար մենք պետք է պայքարի ձեր ձև ասեք։ Այո, պայքարը։ Ձեր ձևն ասեք։ Փողոցայինը հասկացանք, փողոցայինը բիրտ ուժով գիտեք չկա այդ քանակությունը, որ բիրտ ուժ չկա։ Հիասթափեցրեցին ժողովրդին, որովհետև հանում էին, ես ասում եմ, առավոտյան եւ երեկոյան մարզանքեր գնում։ Սա Աբովյան փողոցն է, սա Թումանյանն է, սա նա է, սա նա է։ Վերջում էլ հավաքներ են անում Արսեն ջան։ Ընդդիմություն կոչվածը։ Ընդդիմություն կոչվածը։ Քոչարյանից իշխանը։ Երեկոյան ժամերի 6-ից հետո գնում են ԱԱԾ շենքի մոտ։ Հանգստյան օրերին գնում են դատախազության շենքի մոտ։ Լավ, դուք եք հիմար, թե ժողովրդին եք դնում հիմարի տեղ։ Իսկ ինչ եք անում։ Թույլ են տալիս, այս շոուները ստեղծում են։ Թույլ են տալիս Նիկոլը, ես դա 1000 անգամ ասել եմ, Իվսև գործը անի վերջացնի, նստեն սպիտակ ձյան վրա, օ Նիկոլ դավաճան եկան քեզ հեռացնեն։ Փաստորեն դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը ինքը ինքանով է մեղավոր, որ ուղղակի կատարում է, իսկ մենք սխալ ենք սևեռվում Նիկոլ Փաշինյանի կերպարի վրա, մենք պետք է սևեռվենք, որ մարդիկ չեն ուզում հելնեն դուս պայքարել։ Այո, որովհետև մենք մեր վրա է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև էլի եմ ասում, Արսեն ջան, մեկը հիմա անդիմությունից, եթե մեկը հավաքանի, ես շատ երկար ժամանակ, ես այլևս դուրս չեմ գա, չեմ հավատում եւ չեմ վստահում։ Եվ ի վերջո էլի եկեք։ Բայց Արենա ջան, մի հատ բան դուք նշեցիք, 1000 անգամ կներեք, ես չեմ կարող այս հարցը ձեզ չտամ, քանի որ քաղաքական դաշտին լավ հետևում եք, այս հարցը ես ձեզ անպայման ուզում եմ տամ։ Այդ ժամանակ, երբ որ 21 թվականի ընտրություններին ընտրվեցին գնացին, տեսեք, ես շատ եմ սաղին հետևել։ Միակ մարդը, որ իր խոսքը կարողացել է պայել, դա Արթուր Վանեցյանն է եղել։ Ինքը ասեց, ես գրբանային ընդդիմություն չեմ լինի, եւ եթե այս պայքարը, որ փողոցում արել եմ, ես չստացվի, դնելու եմ մանդատից դուրս եմ գալու, դրել դուրս այ։ Հա, դրես դուրս եք։ Չէ, ուզում եմ ասեմ, եթե այդքանի միջից բան եք խոսում, ուրեմն այս մարդը իր խոսքը ինչ ասեց էրա, արեց։ Բայց հիմա այդ մարդը ինչ է անում։ Ես չգիտեմ, ինքը քաղաքական կուսակցություն ունի,
ինքը ինչով է զբաղված, ինչով զբաղված չի, շուտով իմ մոտ հյուր առնելու, ես ես խոստանում եմ շատ կոնկրետ հարցերը տալու եմ, թե ինչ է անում ինքը, ընդհանրապես իր կուսակիցների հետ միասին, բայց ուզում եմ ասեմ, որ այնպես չի, որ բոլորը գնացին մտան ընդե, ձեր նույն ասած падևունեմի падգամավորները չթողեցին դուրս եկան, նույն պարգևավճարները իրանք է ստացան, Սերժ Սարգսյանը։ Պարգևավճարները, այո, իրենք ստացել են, անհատապես զանգ եմ տվել։ Անհատապես զանգ եմ տվել, ես տեղյակ եմ, որ ստացած պարգևավճարները փոխանցել են արցախցիներին։ Նույնն էլ Հայաստան դաշինքն արել։ Գառնիկը իմ մոտ նստած։ Քոչարյան Լյովիկը ստացել է 2 միլիոն։ Չէ, տեսեք, ես չեմ ասում իրանք չեն ստացել, իրանք ստացել են բոլորը, բայց իմ մոտ իրենց падգամավորը նստած Թող ցույց տան էլի։ ասեց, որ մենք արել ենք բարեգործություն։ Ասեք թող ցույց տան։ Թող ցույց տան։ Չէ, թող ցույց տան։ Ստիպեմ ասեմ, արել ցույց տուր։ Այդ ինչի այդ մարդկանց բավոր անուններ են վարկաբեկում, բամբասանքներ։ Այդ դա կարողանում են, իսկ փաստերի թող փաստերով ցույց տան։ Ում են արել։ Ում։ Դե ասում եմ, մենք չենք ուզում ուրիշների նման բարձրաձայնել։ Վայ, գիտեք ինչ կա, ես էլ եմ շատ բան անում։ Արիանա ջան, մեր ձևով։ Նո։ Խնդրում եմ, գնահատական տակ ընդհանրապես այդ շարժումը ինչու համար ստեղծվեց Հայաստանում, ինչու Սամվել Կարապետյանը բարեգործի բանից դարձավ քաղաքական գործիչի Իվանիշվիլիի, ասենց ասած նույն այդ սխեմայի մեջ մտնող մարդ, ինչու չգիտեմ, իրանք կուսակցական հլը չեն, էլի, իր տղան մի 3-4 օր առաջ ապշեցուցիչ sense զարորելի բան ասեց ոդկասթի ժամանակ, որը քննադատվեց համարյա թե բոլոր բանականություն ունեցող մարդկանց կողմից, եւ կուզենամ նաեւ դուք հենց հիմա իմ ոդկասթում որպես կանանց ներկայացուցիչ պատասխան տակ հնարավորինս գիտեք ինչ բանով, հա, պատասխան տակ նույն այդ Սարգիս Կարապետյանին, որ եթե հիշում եք այդ ինչ արտահայտություն արեց։ Ընդհանրապես մեր ձևովի հետ կապված, ես շատ եմ տեսել ձեր ելույթներում, դուք շատ եք թիրախավորում մեր ձևովին։ Ինչ եք թիրախավորում մարդկանց։ Տեսեք։ Սրանից 3 տարի առաջ Արսեն ջան, այստեղ կենտրոնում։ Սկսենք նրանից, հա։ Ամենասկզբից գամ Սերժ Սարգսյանին մերժողներ առաջինով դուրս եկան։ Տաշիր գրուպ, պիցաներից, բաներից, հազար տեղերից, հետո Գազպրոմ, այդ։ Դա մեկ։ Եկեք չմոռանանք։ Պատերազմից հետո ով եկավ խոնարհվեց Նիկոլի հետ, ձեռքի խփեցին։ Եվ դրանից առաջ էր թե հետո էր, կներեք չեմ հիշում, ոնց որ հետո էր։ Սամվել Կարապետյան։ Ես էի Ալեն Սիմոնյան, այն մնացած Նիկոլ քաղաքում հպարտ քայլում, ման գալիս, ես էի, ես չէի, չէ, Սամվել Կարապետյանն էր։ Տեսեք, եկավ պատերազմ եղավ։ Մենք գարուն ամառ աշուն ձմեռ, մեկը ես, վստահ եմ նաև դուք, փողոցները տնքում ենք քայլելով, լաց ենք լինում եւ թե Արցախի կորուստի համար, եւ պայքարում ենք, եւ կռիվ տալիս, եւ թիրախավորված ենք եղել բոլորս թիրախավորված ենք եղել։ Որևիցե մի քաղաքական արտահայտություն դուք լսել եք Սամվել Կարապետյան ընտանիքից։ Դուք տեսել եք Սամվել Կարապետյանի կինը, թեկուզ Արցախի մայկան հագնի։ Այդքան հետևորդներ ունի, դե բանը բլոգերա չէ ինքը բանում, ինստագրամյան հարթակում, իր թանկարժեք նվայրներն է ցուցադրում, սալոն կրասատի ցուցադրում, դուք տեսել եք, երբ որ մենք մխկտալով փողոցներում քայլում էինք Արսեն ջան, Սամվել Կարապետյանը իր ընտանիքով էս պում տղան որ կա, հա, պոդքաստ են բարձել, բանազին հիմար դուրս են տալիս, Մոնակոները, Դուբայները, Ստորիներ կան նայեք 20 թվականին, 21 թվականին ամբողջ վայելում էին իրենց փառքն ու կյանքը, որևիցե մեկ անգամ տեսել եք ինչ որ լավ ասենք հասկացանք, այս մի բաժակը տոպրակի մեր ձետ մակարոն կամ 2 գումար, որ պիտի տան մարդու ամբողջ աշխարհին ցուցադրում են, որ մենք բարեր արենք։ Գիտեք ոնց արդեն այնքան տհաճ է, մի տոպրակ տանում են, նկարում գցում են, ամբողջ աշխարհի առաջ սարքել են հային բոմժ։ Կա ոնց կարող եմ հավատալ, ինչ որ մեր ձևով ստեղծվեց։ Հեծը խլեցին։
Տաշիր ծամոյին բարերար են անվանում, հա։ Աղքատ մարդու գլխին երբ որ անջատում էին լույսը, հոսանք չմուծելու համար, բա այդ բարերարն ուր էր, ինչ էին անջատած թողում, այնքան բաներ են հրապարակել, այնքան բաներ, հեծով մեզ թալանեցին, հայ ժողովրդին թալանեցին, դա, հեծը խլեցին, ես էլ կարող եմ, չէ իմ կարծիք ունենալ Արսեն ջան։ Հիմա ես ձեր կարծիքն եմ լսում։ Ես էլ կարծում եմ, որ դրանով շատ մեծ գումարներ լվացում, փողերի լվացում արեցին։ Սամվել Կարապետյանը։ Ես չգիտեմ ում հետ։ Ես չգիտեմ։ Ես կարծում եմ, այո։ Ես տենց եմ, ես կարող եմ, չէ, ունենալ իմ մասնական կարծիքը, հա։ Նիկոլ Կարապետյանի, ես էպես եմ պատկերացնում, էլի։ կներեք Նիկոլ Կարապետյան չէ։ Նույնն է, նորմալ է, այո։ Նիկոլ Փաշինյանը եւ Սամվել Կարապետյանը իրար հետ ինչ որ գործարք են արել, ըստ ձեր ասելու։ Ես կարամ մտածել, իրավունք ունեմ մտածելու, ես մտածում եմ, այո։ Եկեք, Սամվել Կարապետյանը, երբ որ առաջին անգամ արտահայտություն արեց, հա, իմ ձևով, ես այս մանրուքներ եմ էլի ասում, դուք մի հատ նայեք, ոնց Քոչարյանի լրատվամիջոցը իմացավ, որ Սամվել Կարապետյանը հենց եկեղեցու բակում պիտի ինչ-որ արտահայտություն անի, Քոչարյանի լրատվամիջոցը պատրաստ կանգնած, եկեղեցում մեր ձևով, իսկ սկսվեց այս շոուն, աշխարհի միլիարդերին բանտ են նստացնում, ես էլի չեմ իհարկե ինձ կներեք, անկեղծ եմ ասում, ինձ կներեք, ես չեմ հավատում, մարդ ոստիկանության մեքենայից իջնում է Զագարը դեմքին, արեք ինձ պահեք ստեղ մի ամիս պահեք, էստեղ, լրիվ ուրիշ դեմքով դուրս կգա։ Դուք ուզում եք ասեք, անգամ ինքը նստած չի եղել։ Ես կարող եմ ամեն ինչ մտածել։ Դե ես հարց եմ տալիս։ Ըստ օդում կախված լուրերի, այո։ Ըստ օդում կախված լուրերի, Սամվել Կարապետյանը մեկուսանում չի եղել։ Ոչ, կարանես մտնի, ես դուրս գա։ Մարդ ես։ Նիկոլի թիվն է, ամեն ինչ էլ սպասելի է։ Դեմքի Զագարը նայեք։ Եվ հետո մի անգամ մեր հայրենիքը իր ընտանիքին չի հետաքրքրել, որ աղջիկ, ոչ տղաբան, հենց Սամվել Կարապետյան քաղաքական հայացքների համար ձերբակալում, մի անգամից պատրաստ նկարով մայկաներ, փողոց, քայլել, սենց հպար, կներեք, Արցախը հանձնելուց ուր էիք, աշխարհի տարբեր ծայրերում իրանց փարթիներ 21 թվական, որ դեռ ամբողջ ազգը ողբում էր, ու մինչև հիմա է ողբում Եռաբլուրում պարկած տղաների համար։ Մտեք նայեք։ Ես չեմ հավատում։ Բայց ամեն ինչ էլի նորից ոնց նայում ես, էլի գալիս է այն վերևից էլի։ Հյուսիսային մեր հարևանի կողմից է գալիս։ Ես ձեր ասածների հետ Ամերիկայից գա, ուզում եմ։ Չէ, բայց Սպիտակ արջերի կողմից գա։ Որտե ում ալիգարխ, այսինքն որ երկրի ալիգարխն է։ Ես կարծում եմ Սաբյանին։ Հիմի հարց եմ տալիս ձեզ։ Ինչ է կարծում, որ Սամվել Կարապետյանը այդքան ունեցվածքներ ունի։ Ռուսաստանում էլ ասում են, որ ամբողջ էդի Սաբյանինի բիզնեսն է։ Պետք է մեկի անունով անեն, թե չանեն։ Եկեք ճիշտ էլի խոսենք, տարբեր բաներ ասում ենք, տարբեր բաներ լսում եմ, ես էլ ձեզ եմ ասում, Արսեն ջան։ Շատ լավ, արտահայտություն արվեց, որ Հայաստանում պետք է բացվի սեքս նախարարություն, որը չպետք է թողնի Հայաստանի որևիցե մի կանանց 40+, որովհետեւ անբավարարված մնա։ Շատ կներեք ինձ, որ ես ձեր մոտ դա կրկնում եմ, որովհետեւ համարում եմ, որ դա դաժե կրկնել չի կարելի։ Ուղղակի հարցը, որովհետեւ մեր ընկերների համար նույնպես մեր հետևորդների համար հարց դրա համար կրկնեցի։ Ոնց եք վերաբերվում դուք, ինչ էին իրանք ուզում դրանով ասածնել։ Լեկտիության պահվածք էր, ամենաթողության պահվածք էր, թե կարելի է որպես երիտասարդ ուզեցավ կադագաներ, բայց անհաջող կադագարեց։ Տեսեք, ես նայել եմ դա։ Ես ուղիղ 1 օր, ես ոչ անգամ գրառում ես չէի արել, անկեղծ եմ ասում։ Մարդ կարար լեզվի սայթակումներ, որովհետև հայերենը դժվարանում է տվյալ երիտասարդը խոսել։ Նորից եմ, հետ եմ տալիս, նորից եմ լսում։ Արսեն ջան, երբ որ կա մի ստվար զանգված, հա, իմ Facebook-յան էջերում վերջի հայոյանքներն են գրում, վերջի անեծքներն են գրում։ Ես այդ բառը օգտագործել եմ իմ անձը վիրավորողին, իմ անձը։ Եվ երբեք
Իմ անձը վիրավորողին ես չեմ կարող կուլ գնալ։ Մարդիկ կան ասում են օ լրատվամիջոցի ղեկավարի ինչպես ոչ իմ ինքնասիրությունը ամենից վեր է հրապարակավեն ասում այդ լեքսիկ նույնը ես կպատասխանեմ որովհետև էլի եմ կրկնում ես ունեմ ինքնասիրություն այդ բառը ես կրկնել եմ ասել եմ որ դուք էսին շմարտն եք ձեր ասած անբավարարված կանայք եթե դուք ունենայիք երջանկություն սիրված լինեիք ես լինեիք իմ էջում դուք հայոյանքներ էս կողմ են կողմ չէի կանի ես ասել եմ ես գրել եմ ինձ վիրավորողին բայց այստեղ որ դուք նայում եք ինքը չի ասում քֆուր գրող կանանց քֆուր բոլորն էլ գրում են հիմա բոլորը ում հետ ունես եւ սեքսի նախարարություն ես բացում դրա համար երբ որ շեշտում են 300,000 աշխատատեղ են բացում հայ կանանց դոմփելու են նոր ընդունեն աշխատանքի դա ինչ արտահայտություն է եւ ամենահետաքրքիրը գիտեք որն է կան չէ կազմակերպություններ կանանց իրավունքների պաշտպան էս կոմենքում էս ինչի մեկը ձայն չի հանում ընդդիմությունից ձայն չհանեցին ամեն դեպքում հասկանում եք ամեն դեպքում ինքը ասեց հայ կանանց գիտեք ոնց նկատել եմ այնքան մարդիկ են այդ խոսքի վրա քննադատել դե փողը հիմա բոլորին լույս է չէ տալիս կարամ ասեմ այո գիտեք ոնց ասենք sense տղավարի նստել են խոսում են հրապարակել են հաջորդ օրը ջնջել են գիտեք կոնտեքստից դուրս ես երեք Գիտեք, մտեք նայեք ինչ եմ արել Տաշիր Սամոյին։ Իմ անձնական ղազին ճանաչում եք։ Այդ օրն անկնելու, գիտեք ոնց։ Նայեք, տեսեք, մենք պայքարում ենք, ինչի Արսեն ջան, ես այս տեսակ դարձա։ Ես իրական կյանքում երևի հասկացա կայել եմ։ Իմ ազատ, իմ Facebook-յան հարթակում ես ուրիշ մարդ եմ։ Եթե 8 տարի քեզ քննադատեն, քո անվան հետ խաղան, մահափորձեր, տուն մտնել ես կողմ այն կողմ, անեծքներ, քֆուրներ, ինչ պետք է անես։ Ես կուլ գնացող աղջիկ չեմ։ Կուլ գնացող աղջիկ չեմ, պատասխանը կտամ։ Ես ամեն ինչի հնարավորություն ունեմ, չեմ վախենում, ոչ էլ օդից ընկած պադառակեմ։ Բայց այս արտահայտությունը, որ արեց, ինչի մեկը չարձագանքեց, հստակ ինչի չշեշտեցին։ Ու այնտեղ հասկացնում եմ տանենք մշակենք, որ հղիանան։ Ուզում եմ ես Սարգիս Կարապետյանին ասել, որ 40-ից 50 տարեկան բարձր արդեն կանայք երեխաներ ունեն։ Կարող եմ ես այստեղ հստակ ասել, ես իրենց չեմ վստահում, ես իրենց չեմ հավատում, Նիկոլի հետ քայլողը, Նիկոլի հետ ձեռձեռի տված, անգամ պատերազմից հետո Ալենենց հետ քայլողը չի կարա ազգի մասին մտածի։ Կարող եմ ասել, թույլ տվեք ավարտեմ, որ սա Նիկոլի օրակարգներ Առաջ տարան հիմա ես շատ կարևոր բան եմ ասում ձեզ Նիկոլի օրակարգը իրենք առաջ տարան այստեղ ռատատատա վարկաբեկեցին ով հայ կանանց պաշտպանեց ամբողջ ԿՊ-ն թիրախավորեցին այդ տղային Արսեն ջան հաջորդ օրը ով ելույթ ունեցավ որ սևեռվեն իր վրա ով ելույթ ունեցավ կասեք չեմ Փաշինյանի աղջիկը հա բայց էլի նորից ոչ լավ կոնտեքստով Բա պիտի շեղեր թե չէ ես ասում եմ իմ համար մեր ձևով եւ Նիկոլ նույն առուն են չկա ինձ ոչ մեկ դա չի կարող համոզել շատ լավ տեսեք ըստ ձեզ պետք է ինչ-որ պատասխանատվություն կրեն ներկայիս իշխանությունները այն ամենի համար ինչ որ տեղի ունեցել Հայաստանում եւ Արցախում իհարկե եւ ինչպիսին եք դուք տեսնում այդ եթե օրինական ճանապարհով դադարական միջոցներով պետք է իրանք կանեն դադարանի առաջ եւ հայ ազգի առաջ պատասխան տան դուք դա նկատի ունեք որ տանիմ ձեռքը ես լրիվ ուրիշ ձև կվարվեմ չէ ձեր ձեռքը չեն պարոն գիտեք ինչ կանեմ գիտեք ինչ կանեմ չէ լավ օքեյ օրինակ Արտակ Սարգսյանը մի հատ շատ լավ խոսք ունի այդ բավ այդ հարցը երբ որ ես իրեն տվել եմ որ պարոն Սարգսյան ասենք դուք եկաք ծառայության ինչպես ինքն է շեշտում պետական դավաճանների հետ ոնց եք վարվելու ինքը այնքան սիրուն ներկայացրեց ասեց ոնց ժողովուրդը կկամենա բայց նույն Արտակ Սարգսյանը այո արտահայտություն արել որ իմ համար ես կուզենամ դուք դրան պատասխան տաք Արտակ Սարգսյանն անում է որ ընդդիմությունը դիկտատորները ուզում են գտնել ճանապարհներ ինչպես կարելի է հետ դուրս թողնել գնալ արդեն հեռանալ ես միակ ճանապարհն եմ թող իմ հետ հելեն բանակցեն որովհետեւ ես իրանց հեռացնեմ Հայաստանից առանց այրունի
Հիմի հարց ձեզ Այո։ ձե այն ուժը որին դուք սատարում եք այսօր ինքը առաջարկում է Լուսաբանում եմ, ինքը ներկայացնում եմ։ դե ամեն դեպքում դուք Այո։ սերտ հարաբերությունների մեջ եք քաղաքական այդ բանովվածության համար ինքը առաջարկում է որ ինքը լինի այդ միջոցը ում միջոցով Նիկոլ Փաշինյանը առանց որևէ մի խժդժությունների կհեռանան Հայաստանի Հանրապետությունը ապա հարց ձեզ ով է պատասխան տալու ինչ ձևով է դա պատասխան տալու ապա Բայց ինչ գիտեք, ինչ է լինելու։ բայց Ես ինչ չեմ կարող ես չգիտեմ ես Արտակ Սարգսյանի տեղը այդ հարցով չեմ կարող պատասխան տալ։ Բա հարցրեք Արտակ Սարգսյանին Ես անպայման մենք վաղը միասին մենք խոսելու ենք ես անպայման ձեր անունից այդ հարցը ասեք բա ոնց եղավ որ եղբայր այս վերջերս եմ կստացի դες այդ հարցը ձեր բանի ժամանակ որ ինքը ասում է թե ես միակ եմ մարդն եմ առաջարկում եմ որ անկեղծ իմ հետ իրանք բանակցեն ոչ առանց որևէ խոչընդոտների կամ բաների իրանք հեռանան Հայաստանից իշխանությունը թողնեն գնան ես հարց եմ տալու ապա ում են էլի նորից ընկնելու ենք այն ամենափոքրներին բռնենք պատասխանատվության տանենք մարդկանց խապենք թե տեսեք այ Արցախի համար ինչ որ մեծ մայորը պատասխան տալու դա հենց ալնելու իհարկե ոչ վստահ ասում եմ ոչ Դե դրա համար ասում եմ հարցեր կան որ մենք ես եւ իհարկե մենք դա չենք իմանա մարդիկ պետքա կարողանանք կարմիրը կապուտից դալտոն կյանք չմտնենք այո մեր ժողովրդին է սա հանրությունը տեսեք դուք էլ ունեք մեծ լսարան ես շատ մեծ լսարան ունեմ որտեղ դիտումները շատ լավ են շատ են շփումները շատ են այդ մարդկանց մենք պետք է սխալ չուղղորդենք այո պետք է իրանք հասկանան եթե X անձնավորության հետևից է Արսենը ասում գնացեք Արսենը պետք է հիմնավորի ու վաղը եթե այդ X ազնվորությունը կգա վարի կդասախ Արսենը պետք է առաջի պատասխանատունն լինի դրա համար թե ինչի տարար մեզի նորից սրա հետևից այո համաձայն եմ դրա համար Արենա ջան ես օրինակ շատ ցանկանամ շատ կուզենամ որ դուք նույնպես ձեր աուդիտորիայի հետ շփվելու ժամանակ խոսեք անում եք դուք ձեր ձևով եք դա անում ուղղակի ես միգուցե մի քիչ երկար որ չեմ հետևել չեմ տեսել ինչ ձևի դուք կա փաստ կա հիմնավորում եթե ուղղակի մնում է մի դաշտում որ օթում կախվածի վրա մենք Նիկոլ Փաշինյանի դաշտի մեջն ենք մնում համաձայն եք որ երբ որ դու բերում ես հիմնավորում Նիկոլ Փաշինյանի դաշտը փշրվում է օրինակ այսօր ես իմ վերջի տեսանյութը տեղադրել եմ թող մարդիկ մտնեն նայեն վերջի տեսանյութից մեջ ես ցույց եմ տալիս անձամբ ընկե մեքենայովս իր սուտը բացահայտել եմ ինչու մասին է խոսքը Երբ որ ինքը 22 թվականին ասում էր, որ ես հիշում եմ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում ոստիկանները կանգնած էին ծառների տակ խղճուկ վիճակում, բան ես ընդամենը ինքը որ գնաց հոկտեմբերյան աղոթելու, հելը գնացել եմ այդ ճամփեն սաղ նկարել են ոստիկանները ոնց են կանգնած։ Ու ոնց է մեզ պրոբքի մեջ կանը, որ այդ չգիտեմ ինչ գերագույնը անցնի ժամերով։ Հարցը դրանում է, որ մարդու ինքը ասում է սուտը պետք է տաս բռնես ու ցույց տաս։ Արսեն ջան, ես ես ավելի հեշտ բան ասեմ, երբ որ ինքը քայլելով գալիս էր, հիշում եք ինչ էր ասում, գալիս եմ կարմիր գծերը հանեմ։ Ինքը արագաչափ էր, ինքը ասում էր սիրո հանդուրժողականության, հա, բանա լինելու, դրա տեղը բերեց ատելություն։ Ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախը Ադրբեջան է։ Ինչ է տենց բանանում էլի։ Կիսա լուրջ մի հատ բան ասեմ, թող նորից իմ ընկերները ինձ հանգարց կոմենտներում վատ բան չգրեք։ Ես sense բան եմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է դրա հագարակն անում է։ Հիմի որ ինքը Թուրքիայի հետ խաղեր անում, ասում եմ Աստված ջան, ինչ կլինի։ Այս ասացի հագարակը թող ինքը անի։ Ես ուրիշ տարբերակ չեմ, իմ համար ինքը կարմիր գիծ անցել է, երբ որ Էրդողանի հետ սկսել է Ալիևի հետ սկսել է խոսել մենակ զիջումների մասին Արենա ջան։ Ամեն դեպքում մեր ժամանակը մոդենում է ավարտին, իմ համար այնքան հետաքրքիր անցավ, որ դուք շատ հետաքրքիր զրուցակից եք, շատ բանիմաց մարդ եք։ Շնորհակալ եմ։ Կարողանում եք զրույցը պահել ոնց որ պետք է, զգացվում է որ լրատվական դաշտից եք, բայց ես կարամ իմ կողմից որպես հայ տղամարդ ձեզ ուղղակի հորդորեմ մի քիչ զգուշ լինեք։ Շնորհակալ եմ։ Որովհետև ես չեմ ուզում որ դուք ասացիք 4 մահապործ ա եղել ձեր վրա, ես չեմ ուզում որ 5-րդը ինչ որ մի ձև, ինչ որ մի օր ձեր դուրը կան օրից, որովհետև Աստծուն փորձել պետք չի կարելի։ Մնացեք ձեր ձևի մեջ, բայց փորձեք մի փոքր
զգուշավոր լինեք։ Դա իմ Շնորհակալ խորհուրդն է ու Շնորհակալ եմ, հնարավորինս Մարսեն ջան, բանն է։ շնորհակալ։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցության համար, հարգելի հետևորդներ, չգիտեմ հետևորդ բառն է ախր ես չեմ գտնում ճիշտ, հարգելի ընկերներ, իմ հայրենակիցներ, մեր այսօրվա հյուրը բոլորիդ կողմից ճանաչված որոշները սիրում են, որոշները չեն սիրում, բայց հիմա սիրողները ավելացել են, որովհետև հասկացել են, որ 18 թվականից այս մարտը թմբուկը հարել է, որ էսի մեր գլխին ահավիր կա, ու այսօր տեսնում են շատերը, որ այո, ահավիր կա։ Արիաննա Հովսեփյանը Newspress լրատվական հոլդինգի ղեկավար։ Թող շարունակական լինի մեր զրույցը ձեր հետ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ։